Մենք կատարեցինք երկրորդ լաբորատոր աշխատանքը։ Աշխատանքի նպատակն էր որոշել մարմնի ծավալը, օգտվելով չափանոթից։ Մենք ունեինք չափանոթ և ֆիզիկական մարմին։ Չափանոթի մեջ լցրեցինք ջուր, մենք պետք է հաշվեինք ջրի ծավալը։ Չափանոթի մեկ բաժանմունքի արժեքը 0.5 սմ խորանարդ էր։ Ջրի ծավալը այսպիսին էր. V1-ը հավասար է 35/2 անգամ 0.5, որը հավասար է 31 սմ խորանարդ։ Այնուհետև թելից կախված մարմինը իջեցրինք չափանոթի մեջ լցրած ջրի մեջ և նորից հաշվեցինք ջրի ծավալը։ V2-ը հավասար է 35/7 անգամ 0.5, հավասար է 33.5 սմ խորանարդ։ Հետո պետք է գտնեինք ծավալների տարբերությունը, դրա բանաձևն է դելտա V-ն հավասար է V2-ից հանած V1։ Մենք գտանք մարմնի ծավալը, որը այսպիսին էր. դելտա V-ն հավասար է V2-ից հանած V1, որը հավասար է 33.5-ից հանած 31 և որը հավասար է 2.5 սմ խորանարդ։ Դրանից հետո մենք նույնը կատարեցինք երկրորդ մարմնի հետ։ Այս դեպքում V1-ը նույնն էր։ V2-ը հավասար է 35/4 անգամ 0.5, որը հավասար է 37 սմ խորանարդ։ Իսկ դելտա V-ն հավասար է 37-ից հանած 31, որը հավասար է 6 սմ խորանարդ։ Հետո մենք այդ բոլոր տվյալները փոխանցեցինք աղյուսակի մեջ։ Եվ այս փորձի միջոցով կարողացանք հաշվել մարմնի ծավալը։